Այսպիսի հայտարարություններ արել, որ իրենց ցույց ամենայն դեպս կարծում ենք այդպես է, որ 8 падգամավոր դիրքորոշումը կփոխի եւ Նիկոլ Փաշինյանը իր աթոռը կկորցնի նախորդ գումարման ընդդիմությունները ճիշտ կանի զգուշ լինի, որովհետեւ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ սովորաբար այդպիսի դեպքերում ընդդիմությունից են տեղափոխվում իշխանություն։ Բազմաթիվ այդպիսի իրենք զգուշ պիտի լինեն դրա մասին խոսելով, որովհետև կարող է պատկերը լինել այնպես, ինչպես նախորդիվ եղել է։ Չեմ սպառնում։ Պարոն Խուդական, դուք ասում եք ջախջախվել է ընդդիմությունը, բայց ամեն դեպքում Փաշինյանն էլ 49% ձայն է հավաքել։ 49% չենք հավաքել, հավաքել են 40։ Դա Փաշինյանին աջակցող։ Արգելի գործընկերները։ Ըստ էության նա 50% նույնիսկ ձայն չի հավաքել։ Սա խնդրահարույց չէ ձեզ համար։ Ոչ, խնդրահարույց չի մեզ համար, պարլամենտական կառավարման երկրում մենք արդեն 8 տարվա իշխանություն ենք, եթե ուշադիր լինեք աշխարհի տարբեր երկրներում կոալիցիոն կառավարություններ են ձևավորվում նաև այսպիսի ընտրությունների արդյունքում, իսկ քաղաքացիական պայմանագրի դեպքում քաղաքացիական պայմանագրի թույլ տվեք հարցին պատասխանել։ Մեզ աջակցել է ընտրության մասնակիցների 49.9%-ը, որի եւ 50%-ի մեջ տարբերությունը ընդամենը 1500 ձայն է եւ վերահաշվարկն էլ ավարտված չի բացառվում, որ եւս 1500 ձայն ավելանա, ինչպես օրինակ ավելացել է մի քանի տեղամասերում ամփոփման արդյունքում, բայց այստեղ նաեւ 49.9 եւ 50-ի մասին չի խոսակցությունը քաղաքացիների ճնշող մեծամասնության քվեն ստանալու մասին է եւ այդ մեկնաբանությունը թույլ տվեք ձեր հետ չկիսեմ ինչ է նշանակում փոշիացող ձայների արդյունքում ընտրությունների շատ լավ դե փոշիացող ձայների արդյունքում թող ուժեղ Հայաստանը կարողանար մեծամասնություն կազմել հարգելի գործընկերներ մենք թույլ կտակ մենք 2.5 անգամ 2 ավելի քան 2 անգամ ավել ձայն ենք ստացել, քան իրենց ընտրություններից առաջ իշխանություն հռչակած, ինչ-որ տարօրինակ աշխատասենյակում, տարօրինակ կառավարության կազմ ձևավորած եւ տարօրինակ մարդուն պարոն վարչապետող դիմով քաղաքական ուժը։ Բացարձակ ինչպիսի խայտառակություն է հավաքվել մի սենյակում, ձևավորել կառավարություն, ընտրել նախարարներ, ունենալ պաշտպանության նախարար, որը կարծում է թե 155 մմ-անոց տրամաչափով, ուրեմն հրետանու միջոցին, այսինքն մեծ կամ փոքր արկ տեղադրել ընդամենը որակական խնդիր է, ունենալ մարդ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացի էլ չի եւ նույնիսկ ընտրություններում հաջողություն հասնելու պարագայում էլ չէր կարող լինել վարչապետ, բայց ընտրություններից 1-2 ամիս առաջ այդ մարդուն ինչ-որ այլ տարօրինակ մարդիկ դիմում են պարոն վարչապետով եւ դրանից հետո գնալ ընտրության ստանալ 23% աջակցության քվե։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։